հիմնական զեկուցում ներկայացնելու համար գալուց եմ խոսքը փոխանցում եմ ձեզ, խնդրեմ։ Շնորհակալություն հանձնաժողովի հարգելի նախագահ, հանձնաժողովի հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը առաջին անգամ է այս ձևաչափով ներկայացնում իր հաշվետվությունը 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին ենք այսօր խոսելու։ Հաղորդումը ներառում է հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններով գրանցված արդյունքները, վիճակագրական տվյալները, մարտահրավերները, ինչպես նաև եզրահանգումների հիման վրա մեր առաջարկությունները։ 24 թվականին հանձնաժողովի գործունեությունը ուղղված է եղել հանրային ծառայության բարևարկության համակարգի կայացմանն ու շարունակական զարգացմանը, հայտարարագրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, հայտարարագրերի վերլուծությանը, կուսակցության ֆինանսական վերահսկողության գործընթացի գործնականում կիրառման միջոցով թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովմանը, բարևարկության ուսումնասիրության գործիքի միջոցով բարևարկության առնչությամբ ռիսկեր ունեցող անձանց պաշտոնի նշանակմանը կամ հետագա պաշտոնավարմանը կանխելուն, կոռուպցիոն ռիսկերի գնահատման ինստիտուտի ներդրման առնչությամբ նախապատրաստական միջոցառումների իրականացմանը, հակակոռուպցիոն կրթության իրականացմանը եւ հանրային իրազեկման բարձրացմանը եւ վերջում հանձնաժողովի թվային գործիքների շրջանակի ընդլայնմանը եւ կատարելագործմանը։ Անդրադառնալով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարևարկության համակարգին, պետք է ընդգծեմ, որ այս տարվա ընթացքում, հաշվետու տարվա ընթացքում օրենսդրական մի շարք փոփոխություններ են իրականացվել, մասնավորապես էական առաջընթաց է գրանցվել վարքագծի կանոննագրքերի ընդունման եւ նվերների ընդունման գործընթացի կանոնակարգման ոլորտներում։ Այսպես մենք 24 թվականի հունվարին հաստատել էինք պետական պաշտոն զբաղեցնող, պետական եւ համայնքային բարձր պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները, որոնք ուժի մեջ մտան ապրիլի 1-ից եւ արդեն գործնականում կիրառվում են։ Գործնական կիրառություն են ստացել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների կողմից պաշտոնական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման եւ գնահատման կարգերը։ Հանձնաժողովը 24 թվականին շարունակել է վարքագծի ոլորտային կանոնագրքերի մշակման գործընթացում հանրային իշխանության մարմիններին աջակցության տրամադրումը։ Անդրադառնալով առանձին գործընթացներին, պետք է նշեմ, որ 24 թվականի ընթացքում բարևարկության համակարգի տարերի առնչությամբ դիմումների եւ մեդիա հրապարակումների հիման վրա իրականացվել է ընդհանուր թվով 120 ուսումնասիրություն, որից 59 մեդիա հրապարակումների, 58 դիմումների եւ 3-ը հանձնաժողովում իրականացվող այլ գործընթացների շրջանակներում։ Պետք է ասեմ, որ այս ցուցիչը ավելին է, քան նախորդ տարի է եղել, 2 անգամ ավելի է, մի բան էլ ավել, նախորդ տարի 54 ուսումնասիրություն է եղել 23-ին, 24-ին արդեն 120, այս տարի ավելի շատ կլինի։ Ընդ որում հիմնական փոփոխությունը կապված է առերևույթ շահերի բախման դեպքերի աճի հետ։ Առանձին անդրադառնալով բարևարկության համակարգի տարերին, հարկ է նշել, որ վարքագծի կանոնների միասնականության ապահովման տեսանկյունից հանձնաժողովի հիմնական գործառույթը ուղղվել է ոլորտային կանոնագրքերի մշակման աջակցելուն, արդեն իսկ մշակված եւ հաստատված ոլորտային կանոնագրքերին համապատասխանեցմանը մեր տիպային կանոնագրքին եւ մենք բոլոր պետական մարմինների հետ ամենօրյա աշխատանքի մեջ ենք, որպեսզի բոլոր կանոնագրքերը լինեն միասնական ըստ ոլորտային առանձնահատկությունների։ Այստեղ ուզում եմ նշել, որ հատկապես խնդրահարույց է ազգային ժողովի պատգամավորների եւ ավականու անդամների վարքագծի կանոնների բացակայությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում մեր ուսումնասիրության ոլորտում գտնվում են այնպիսի առերևույթ խախտումներ, երբ պատգամավորների եւ ավականների հետ հարաբերվելուց պաշտոնատար անձինք թույլ են տալիս առերևույթ խախտումներ, որոնք մենք քննության առնում ենք, բայց դիմացինի վարքագիծը քննության առարկա չի դառնում, ինչը առնվազն խնդրահարույց է մեր տեսանկյունից։ Ուսումնասիրությունների արդյունքներով հաշվետու ժամանակաշրջանում հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ 5 վարույթ, որից 2-ով մենք արձանագրել ենք խախտում, իսկ 3-ը կասեցվել են, քանի որ տվյալ ժամանակահատվածում նշված հանգամանքներով քրեական վարույթ է նախաձեռնված եղել։ 24 թվականին հանձնաժողովն իրականացրել է անհամատեղելիության պահանջների վերաբերյալ 40 ուսումնասիրություն, այստեղ թիվը գրեթե չի փոխվում, ամեն տարի նույն թիվն է։
Հանձնաժողովն իր անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների պահպանմանը հետևելու գործընթացի ապահովման շրջանակներում 24 թվականին նախաձեռնել է տարածքային եւ տեղական մակարդակում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում անհամատեղելիության պահանջների պահպանման մշտադիտարկում, սուբյեկտ են սահմանվել խոշորացված համայնքների ղեկավարները, ինչպես նաեւ բոլոր մարզպետները, նրանց տեղակալները, ընդհանուր թվով 105 պաշտոնատար անձ։ Արդյունքում արձանագրվել է, որ 105 պաշտոնատար անձից 40-ի, նույն ինքը 38%-ի ընտանիքի անդամները զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ։ 9 դեպքում արձանագրվել է, որ փոխկապակցված անձանց մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը մասնակցել են համայնքային գնումների գործընթացին, ընդ որում 7 դեպքում հենց նույն համայնքում, որտեղ անձինք պաշտոն են զբաղեցնում։ Այս մասնակցել են, որ ասում եմ, մասնակցել են եւ հաղթող են ճանաչվել։ Մշտադիտարկման արդյունքում անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտում է արձանագրվել 3 անձի մոտ եւ 3 դեպքով վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ է հարուցվել, տույժ է նշանակվել։ 42 անձանց նկատմամբ իրականացված գործընթացների արդյունքում առերևույթ շահերի հետ կապված խնդիրներ են եղել հայտարարագրում եւ այստեղ եւս մենք 20 դեպքով հարուցել ենք վիվ վարույթներ։ Գործնականում անհամատեղելիության պահանջների հիմնական մարտահրավերը կապված է եղել նրա հետ, որ մենք ունեցել ենք դեպքեր, երբ հանձնաժողովը եզրահանգել է, որ առկա է անհամատեղելիության խախտում, բայց անհամատեղելիությունը ի տարբերություն այլ պահանջների անհամատեղելիության խախտումը պիտի հանգեցնի պաշտոնից ազատման։ Մենք նշել ենք, որ առկա է անհամատեղելիության պահանջների խախտում, իրավասու մարմնին դիմել ենք, մինչդեռ իրավասու մարմինը մեզ տեղեկացրել է, որ իրենք խախտում չեն դիտում եւ լիազորությունների դադարեցում չի իրականացվել, այսինքն թողնվել է առանց քննության, ինչը մեր գործունեության եւ ընդհանուր բարեվարկության համակարգի տեսանկյունից բավականին մտահոգիչ է։ 24 թվականին հանձնաժողովն իրականացրել է շահերի բախման վերաբերյալ 51 ուսումնասիրություն, որից 31-ի դեպքում հիմք են հանդիսացել մեդիա հրապարակումները, 20-ի դեպքում այլ գերատեսչությունների ստացած գրություններն ու քաղաքացիների դիմումները։ Շահերի բախման դեպքերի վերաբերյալ ուսումնասիրությունների թիվը 6 անգամ աճել է նախորդ տարվա հետ համեմատած։ Ընդ որում հիմնական խնդիրները կապված են գնումների գործընթացների հետ, հատկապես համայնքային գնումներում շահերի բախման դեպքերի, փոխկապակցված առևտրային կազմակերպությունների մասնակցությանը, համայնքային սեփականություն հանդիսացող խոհամասերի փոխկապակցված անձանց օտարմանը կամ օգտագործմանը, ինչպես նաև թույլտվությունների տրամադրմանը։ Շահերի բախման տեսանկյունից, քանի որ ազգային ժողովում էլ է շատ շահարկվել, ես ուզում եմ նշել, որ այն պնդումը, որ հանձնաժողովը շահերի բախման դեպքում ընդամենը տալիս է 300,000 դրամ տուգանք եւ շահերի բախման դեպքերը այդպես լուծվում են, այստեղ ուզում եմ հստակ ընդգծել, որ նշված դեպքերը առնչվում են շահերի վերաբերյալ հայտարարություն չտալուն, այսինքն շահերի բախումը այլ երևույթ է, շահերի վերաբերյալ հայտարարություն չտալ լրիվ այլ է։ Երբ մենք հանգում ենք եզրակացության, որ շահերի բախման առերևույթ դեպք առկա չէ, բայց այնուամենայնիվ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձին պետք է հայտարարեին շահերի վերաբերյալ, որպեսզի առերևույթ թափանցիկության տեսանկյունից գոնե տեսանելի լիներ, որ իրենք ընտանիքի անդամների հետ կնքում են պայմանագիր, սա այդ դեպքերին է միայն վերաբերում, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ կանոնի խախտում է եւ մենք տուգանքով ենք եզրափակվում։ Շահերի բախման բովանդակային խախտումները առերևույթ այսպիսինն են հիմա կարգավորումները, փոխկապակցված անձանց հետ